Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, ամերիկաբնակ рэփեր Սուպեր Սաքոյին կեսգիշերին հրատապ կերպով Մեքսիկայից Երևան էին տեղափոխել և ենթարկել սրտի անոթների ստենտավորման։ Рэփերի մոտ եղել էր սրտի ուժեղ ցավ և ծակոցներ։ Արդեն հիվանդանոցում պարզ էր դարձել, որ Սաքոյի սրտի անոթները 90%-ով փակ վիճակում են եղել։ Նրա մենեջերը Լիլիթ Գալստյանը նշել էր, որ վիրահատությունից հետո ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել։ Վիրահատությունից հետո, սակայն, рэփերը կարծես թե շարունակում է իր ակտիվ կենսակերպը վարել։ Նա անգամ մասնակցել էր Բադալյանների շքեղ հարսանիքին մարզահամերգային համալիրում։ Հիմա էլ համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Սուպեր Սաքոն հյուրընկալվել Գագիկ Ծառուկյանին։ Վերջինս էլ հետաքրքրվել է рэփերի առողջական վիճակով։ Սուպեր Սաքոն զրույցի ընթացքում խոսել էր մուղամի և իր երգերում դրա շատ լինելու մասին, ինչը քննարկումների առիթ էր տվել։ Սուպեր Սաքոն հաղորդման շրջանակներում հարց էր հնչեցրել, թե ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է, բայց ով ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա։ Մուղամը մերն էլ ա եղել։ Կոմիտասը եկել և մաքրել է, որովհետև երբ հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրենց տհաճ ա թվացել, իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել։ Հենց այսպիսի մտքեր էր արտահայտել Սաքոն, ինչից հետո էլ համացանցում բողոքի մեծ ալիք է սկսվել։ Մի շարք հայ հայտնիներ անդրադարձել են այս սկանդալային հարցազրույցին։ Դերասան Դավիթ Աֆրիկյանը հարցազրույցից այդ հատվածը հրապարակել էր ու գրել հետևյալը. «Վատը էն ա, որ ազգիս 90%-ը այսենց տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետ ա մտածում, բա էլ ինչի եք բողոքում, հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք, թե բա զուտ զալ ա լցրել Կոմիտասը», գրել էր Դավիթը։ Թեմային բավականին սուր խոսքերով էր անդրադարձել նաև երգահան Ռիչարդ Մադլենյանը, ով իր սոցիալական հարթակներում մասնավորապես գրել էր. «Երկու տխմար նստած ՀՄԷԿ-ի եթերում Կոմիտաս են վերլուծում։ Առաջին տխմարը իր մատուցած այլանդակ և դատարկ երաժշտությանը բնորոշ ասում է, որ մուղամը մերն է և որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի։ Երկրորդ տխմարը, որի ապակի ակնոցների ետևում նույնքան դատարկ աչքերն են, առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս էյֆորիկ դեմքի արտահայտությամբ, ու այս ամենը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում։ Ես չէի անդրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր ՀՄԷԿ-ի եթերում։ Ամոթ քեզ ՀՄԵԿ, պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար։ Երգչուհի Աննա Խաչատրյանն էլ ինստագրամյան իր էջում անդրադառնալով Սուպեր Սաքոյի աղմկահարույց հայտարարությանը գրել է. «Ասել, որ ես պապանձվել եմ այս մարդու արձագանքից, ոչինչ չասել է։ Լավ, ոնց կարելի է խոսել պրոֆեսորի տոնով մի բանի մասին, ինչի մասին նույնիսկ տարրական գիտելիք չունես, թե բա նոտաները ջնջել է, իսկ դու նոտա գիտես, չէ լուրջ այդպես ջնջել է, բրավո, չնայած ինչ եմ զարմանում, ու կան պրիդուրկներ, ովքեր լուրջ են ընդունել այս մարդու ձեռնցանքը, ու սա երգարվեստի ներկայացուցիչ է»։ Հայաստանի Հանրապետության առաջին ալիքով նսեմացվեց հայ մշակույթի բարձրագույն արժեքը՝ Կոմիտասը, կարծում է Նեմրա ռոք խմբի մենակատար Վանը, ով իր գրառման մեջ անդրադարձել էր նաև այդ առումով հայերի և թուրքերի միջև տարբերություններին։ Վերջերս կարդացի Թուրքիայում դատի են տվել մի աղջիկ բլոգերի, որն իր ինստագրամի ուղիղ եթերում թուրքական լիրան, որի վրա Աթաթուրքի նկարն է, գցել էր զուգարանը՝ 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս համեմատությունը հազարավոր օրինակներից մեկն է, որ էն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, համաչափ է ու տրամաբանական։ Քննադատությունների կենտրոնում է հայտնվել նաև հանրային հեռուստաընկերությունը, որին մեղադրում են նման եթերը թույլ տալու համար։ Երաժիշտ Տիգրան Սուջյանն այս առիթով գրել է. «Սրանք էն որ ամեն կեղտոտ, փնթի ու յախք բաները կերքեն ու կնվագեն, որ իրանց համերգներին շատ մարդ գա, գիտեն թե ուրիշներն էլ են տենց արել ու անում։ Թե բա Կոմիտասն ասել է, չէ, չսիրեցին, լուրջ, էլ ինչա ասել։ Առաջին ալիք, մտքիս մենակ մի բառ ա գալիս՝ յախք։
Չեմ հասկանում հատուկ եք անում, թե իրոք չեք հասկանում ձեր արած գործից ոչ մի բան։ Դուք Կոմիտասից եւ ընդհանրապես երաժշտությունից մի խոսացեք, դուք գնացեք ձեր մի գնաներն ու ռիթմից դուրս ռեպերը կվկվացեք։ Բան չենք ասում, բայց ձեր թեման հեչ Կոմիտասը չի, ձերը քյաբաբն է ու դրանից առաջացած փորն ու վատ մարսողությունը։ Դաշնակահար Կարեն Մամիկոնյանն էլ պահանջում էր առաջին ալիքի տնօրենի հրաժարականը եւ մասնավորապես գրել էր. «Դու այդ պատմությունը գիտես, կարողա Թաթուլի, Սպիտակցու ու ձեր նմանների հետ մի դասարանում եք սովորել, իսկ իմ պատմությունը գիտես ձեր նմանների վերաբերյալ։ Մի օր կպատմեմ, բայց դուրներդ չի գա, վստահ եմ։ Ես երբեք չեմ մեղադրում տգետ մարդկանց։ Տգիտությունը յուրահատուկ տաղանդ է ու այդ մարդիկ ոնց ծնվում են, տենց մահանում են, անհայտանալով պատմության նկուղներում։ Ես մեղադրում եմ տգիտությունը տարածողներին, պրոպագանդողներին ու այդ տգիտության մեջ սեփական շահերը հետապնդողներին։ Դիմում եմ իմ հարազատ, ծանոթ, բարեկամ եւ առհասարակ ազգային մշակույթ կրող ու տարածող արվեստագետներին ու առհասարակ երաժիշտներին։ Ձեն հանեք կամ կիսվեք այս գրառումով ու թող ձեզ տեսնելուց նման տգետները ամաչեն։ Առաջին ալիք պահանջում եմ ձեր տնօրենի, հանձինս Տիգրան Վիրաբյանի հրաժարականը ու այն մարդկանց, ովքեր թողել են այդ ամենը ազգային եթեր։ Դու սուպեր չես, դու ռեգուլյար էլ չես։ Օպերային երգիչ երիտասարդ բարիտոն Աքսել Դավեյանն էլ անդրադառնալով հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված Սուպեր Սաքո անունով երգչի հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին գրել էր. Առաջին ալիք պահանջում եմ ներողություն խնդրել հանրությունից Կոմիտաս վարդապետի անունը պախարակող չհաղորդումը եթեր հեռարձակելու համար եւ այն հեռացնել YouTube-յան ձեր ալիքից։ Թեմային անդրադարձել էր նաև Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆիա Հովսեփյանը, զուգահեռներ անցկացնելով Սուպեր Սաքոյի եւ հաղորդավար Պետրոս Ղազարյանի միջև։ Հմեկ։ Իբր Պետրոսը պակաս Սուպեր Սաքո է, որ ամեն օր եթեր է մտնում։ Ընկել եք, թե ով է թույլ տվել եթեր տրամադրեն։ Ամեն անգամ մի վիժվածքի բերում է եթեր ու մտքի գոհարներ ստիպում ցիտեն։ Ավելի հակահայ, ավելի ապազգային, ավելի թրքական։ Ինչքան արժեքներ ունենք վրայով անցավ։ Էլ ինչ եք ընկել սրա հետևից։ Վերադարձեք Միշելի թեմային, երկիր են տալիս այս կեղծ օրակարգերի շուքի տակ։ Իր ֆեյսբուքյան էջում ստեղծված իրավիճակի առիթով գրառում էր կատարել նաև Ստյոպա Սաֆարյանը, նշելով, որ Սուպեր Սաքոն այդ մուղամը ոռնոց առ ոռնոց, կաղկանց առ կաղկանց հետ է բերում։ Հա բայց կարար չէ Կոմիտասը բոլոր նոտաները ջնջեր, չբավարարվելով մուղամի սուպեր նոտաներով։ Դեռ փառք է ում էինք մի կտոր հաց տվել, որ ազգը Սուպեր Սաքո է ծնել, որ այդ անգին մուղամի սուպեր նոտաները կլկլոց առ կլկլոց, ոռնոց առ ոռնոց, կաղկանց առ կաղկանց հետ է բերում։ Եվ դրանից է, որ նրան երաժիշտ են ասում, իսկ հանրային հեռուստաընկերության մուղամապաշտ Աչոնիկին էլ թվում է, թե ինքը բոլոր ժամանակների մաեստրոյի դեմ նստած նրա սուրբ ու ազգապահպան Մուղամլամիշ օդն է շնչում։ Սուպեր Սաքոյի հայտարարություններին արձագանքել են մշակութային մի խումբ գործիչներ ևս։ Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել էր. Ոչ թե բանի տեղ չդնել, անտեսել, արհամարել, այլ շարունակել քարկոծել, անարգանքի սյունին գամել եւ հանրային պարսավանքի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող հայ մշակույթի հենասյան, մեր սրբության սրբոց Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնող ոմն երգասացի եւ հանրային տիրույթում նրան ասպարեզ տրամադրող բոլոր պատասխանատուներին։ Դերասան Տիգրան Ներսիսյանը նույնպես հայտարարությամբ էր հանդես եկել։ Հանրային հեռուստաընկերության լակոտնյա ղեկավար անձնակազմը գլխավոր պրոդյուսերներով իրենց կեղտոտ, ապականիչ ու քանդիչ գործունեությունը հաջող կերպով շարունակում են։ Սաքոն մեղավոր չէ, իրենից հարցազրույց վերցնողը ու հանրայինով եթեր հեռարձակողն է մեղավոր։ Գեղցի, լակոտնյա, մի մեծ նեխած կղանքով բոճկա գտեք ու գլուխներդ մտցրեք մեջը, որ շնչելու եւ արտաշնչելու միջավայրը համահունչ լինի ձեր էությանը։ Համացանցի բազմաթիվ օգտատերեր դեռ շարունակում են անդրադառնալ այս սկանդալային թեմային ամենասուր մեկնաբանություններով, երբեմն էլ վիրավորանքներով, որոնք հասնում են արդեն անձնական մակարդակի, իսկ առաջին ալիքը եւ Սուպեր Սաքոն դեռևս շարունակում են լռություն պահպանել։